Ես իմ հարցին վերադառնամ, Տիկին նախարար, վերջին նախորդ կիրակի, որ դուք մասնակցում եք պատարագին, կրկին համացանցով ակտիվ շրջանառվում էր այն տեղեկությունը կամ հիշեցնում էին հերթական անգամ, որ դուք առաքելական եկեղեցու հետևորդ չեք, ձեր ամուսնու գործոններին շրջանառում, որ ավետարանչական եկեղեցու հետևորդները ինչ գործ ունեն, օրինակ, եթե նույնիսկ դա, այսպես ասած, կեղծ պատարագ է։ Իսկ հրապարակողները որտեղից գիտեն, որ ես Սուրբ առաքելական եկեղեցու հետևորդ չեմ։ Շատ հետաքրքիր է, այդ ինչից են ենթադրություններ արել։ Ես ինքս մկրտվել եմ Սուրբ Զորավոր եկեղեցու եւ հանդիսանում եմ մեր առաքելական եկեղեցու հետևորդ։ Իսկ թե իմ ամուսինը ավետարանչական է, դա կարծում եմ որևէ այստեղ առնչություն չունի։ Բախում չկա ձեր Իմ ու ամուսնու կրոնական ամենևին հիանալի հարաբերություններ ունենք եւ սիրով եւ խաղաղությամբ ապրում ենք։ Ունենք 3 երեխա։ Բայց այնուհանդերձ պատարագը, որ Մայր Աթոռի կողմից կարգալույց հռչակված արդեն հոգևորականի կողմից էր, չգիտեմ ինչպես է ձևակերպվում, հարցը պետք է հոգևորական ասել, թե չի ամեն դեպքում Մայր Աթոռը կարգալույց արել, դուք ինչպես եք վերաբերվում դրան։ Դե ըստ էության կարգալույց անելու հիմքերը, ուզում եմ հասկանալ որն են եղել հիմքերը, որ կարգալույց արվել, եւ ըստ էության Տեր Արամն էլ շատ հստակ կերպով ներկայացվեց, որ չի ընդունվում կարգալույց անելու այդ, չգիտեմ, այդ ծանուցումը թե ինչ է, նրան չեն լսել եւ հիմքերն էլ ըստ էության չեն կարող լինել նրան կարգալույց անելու։ Ես առաջին անգամ չէ որ հովանավանքում էի եւ վերջին տարիներին առիթ ունեցել էի լինելու այնտեղ եւ նորից պիտի կրկնեմ, որ համայնքի նաեւ վերաբերմունքը, նրանց այն սերն ու հարգանքը, որ վայելում է Տեր Արամը, իսկապես բացառիկ է եւ այդ օրն էլ գյուղի բնակիչների հետ շփումները եւս մեկ անգամ դա հաստատեցին, որ համայնքը Այդ կիրակի եք գնալու։ Գիտեք, գնալու եմ, ինչու եմ նաև գնալու, որովհետև առիթ ունեցա մի քանի տուն մտնելու եւ խոսելու գյուղացի մեր բարեկամների հետ եւ հասկանում եմ, որ չի կարելի թողել անարդարության առաջ ամբողջ Հովանավանքի համայնքը եւ պետք է կանգնել անարդարությունը թույլ չտալ շարունակելու եւ նորից իսկ այն հարցերը, որ ուղղվել են կաթողիկոսին, ստացել են պատասխան, հետաքրքիր է, եւ կարծում եմ այն հարցերը, որոնք ուղղվել են եւ նրա կուսակրոնության հետ կապված, հենց հիմք են կարգալույց անելու նրան։ Հիմա եթե կաթողիկոսին հեռացնելու հավաք կազմակերպվի, ինչի մասին արդեն Փաշինյանը անոնսել է, դուք կմասնակցեք։ Տեսեք, հավաքը որն է, հենց կիրակի օրը Դե հենց այդ է, լինել ժողովուրդ, ես կարծում եմ, որ կիրակի օրվա բազմամարդությունը եւ մարդկանց այնտեղ լինելը, կանգնելը Տեր Արամի կողքը, դրանից ավելի նշան որն է։ Այդ ո՞նց հաշվեցիք։ Ասում են մոտ 700,000 մարդ։ Ես այնտեղ էի։ Ինչքանի մարդ է։ Բազմամարդ էր, հաշվարկ չեմ արել, դրանով չէի զբաղված։ 3000 մարդը բավարար է, որպեսզի գնան կաթողիկոսին հեռացնելու բանակ։ Գիտեք, ամբողջ տարածքը լիքներ մարդկանցով, հաշվարկ ոչ արել են, ոչ էլ հետաքրքիր է, կարծում եմ հավաքը դրա մասին չէր, դա միտինգ չէր, որ հաշվենք, բայց մարդկանց այնտեղ լինելը, պատարագը, խորհուրդը բավական է եզրահանգումներ անելու համար։ Ձեր դիտարկմամբ Տիկին նախարար, եկեղեցի իշխանություն այս հակամարտությունը, որը արդեն մի քանի ամիս է եկեղեցի իշխանություն որոշ սպասավորներ, թույլ տվեք ճշգրտել խոսքս, որոշ սպասավորներ եւ իշխանություն հակամարտությունը ինչ հանգուցալուծում ստանալ, դուք խոսում եք կուսակրոնությամբ ուխտը խախտելու հիմքով Կարենին Բ-ի հրաժարումի հեռացման մասին ինչ եք կարծում, նա ինքնակամ կգտնա այդ քայլին, թե այսպես ասած աջակցող միջոցառումների կարիք կզգացվի։ Ես կարծում եմ, որ ցանկացած մարդ պիտի ականջալուր լինի եւ հասկանա, որ Հայաստանի ժողովուրդը կեղծիկ եւ փարիսեցիություն այլևս չի ուզում ընդունել եւ չի կարելի չլսել ժողովրդին, չի կարելի։ Ժողովրդի պահանջը հետևելու եկեղեցու կանոններին, կանոնագրքին եւ ի վերջո բացատրություն տալու ժողովուրդ,
որ մենք իրավունք ունենք, չէ, որպես խոտ պահանջելու, որ մեր հոգևոր սպասավորները հետևեն եկեղեցական կանոնագրքին, սա է հարցը։ Շատ կոնկրետ է ուղղված հարցը եւ ժողովուրդն էլ ակնկալում է պատասխան եւ պատասխան գործողություններ։ Եվ չի կարող այս վիճակը այսպես օթում կախված մնալ, անհնար է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ուզում են ապրել ազնիվ փոխհարաբերությունների շրջանակում։ Եվ դրանից ելնելով էլ ժողովուրդը 2000-ական թվականներին շատ մեծ փորձություններով անցավ, բռնության ենթարկվեց, բայց մեկ քայլ հետ չկանգնեց։ Եվ ի վերջո 2018 թվականին հասավ ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը, փոխեց իշխանությանը եւ սա է կարևորը։ Եվ հասանք այնտեղ, որ եկեղեցուց բերանը փակ, քաղաքացուն բերանը փակելով, ոչ քրիստոնեաբար, ոչ ժողովրդավայել տարբերակով դուրս հանեցին Տիկին Ավանեսին։ Մենք հասանք այնտեղ, որտեղ որ այսօր ժողովրդավարությունը իրականություն է եւ դուք էլ այստեղ կանգնած հարցերը ազատորեն ուղղում եք եւ դրա որին բերանը ոչ մեկ ձեռքով չի փակում։ Չէ, դուք շնորհակալությունը ժողովրդին հայտնեք, որտեղ ժողովուրդն է 2018 թվականին հասել, որ որևէ լրագրողի բերան չի փակվում, որևէ օй, տներեք, էլի, դուք այն ժամանակ չեք աշխատել։ Ես շատ լավ եմ աշխատել։ Դե ուրեմն վստահ եմ շատ լավ գիտեք փակվում էր, որտեղ էր փակվում, ինչպես էր փակվում եւ ինչպես անգամ չէր հասնում փակվելուն։ Անգամ այդպիսի փորձ չէր արվում, որպեսի կարիք լինի փակելու։ Ժորժ ջան, մենք այնպես չի էլի, որ դա 60 տարի առաջ էր։ Այո, այո։ Բայց դա կներեք այս թեմային։ Ես կարծում եմ, որ եթե անձը տեսակ գիտեք ինչ, անձը հստակ պրովոկացիա էր իրականացնում մարդկանց հուզմունքների վրա խաղալու եւ կարծում եմ, որ Փաշինյանի ընտանիքից էր, Նիկոլ Փաշինյանն ասում է ժողովուրդն իմ ընտանիքն է, Հայաստանն իմ օջախն է։ Փաշինյանի ընտանիքի անդամի հետ այդ ինչպես վարվեցին Տիկին Ավանեսին։ Ընդհանրապես մեր երկրում իրավակարգը վերաբերում է բոլորին, Փաշինյանի, վարչապետին, նախարարներին, բոլորին, անկախ նրանից, թե ով են նրանք եւ ցանկացած անձ, ով որ իրականացնում է պրովոկացիա, ով որ իրականացնում է Այդ կարծիք են ընդհանրապես։ Դե դուք ձեր կարծիք ունեք, ես էլ այնտեղ եմ իմ ներկայացնում եմ այն ինչ որ ես եմ զգացել եւ այն ինչին ականատես եմ եղել, դա թույլ տվեք ես էլ իմ կարծիքը արտահայտեմ։ Ի վերջո հետ ազնիվ փոխհարաբերությունների մասին խոսեցիք, Տիկին նախարար, այդ ազնիվ փոխհարաբերությունների համատեքստում արվող քայլ չէ արդյոք օրինակ ԴՆԹ անալիզի հանձնումը ամենայն հայոց կաթողիկոսի եւ իշխդստեր կողմից անուն ազգանունով անգամ աշխատանքի վայրով նշվում է, չէ, այդ սուբյեկտը որտեղ է աշխատում եւ այլն։ Օրինակ դուք նորմալ չեք համարում, որ կաթողիկոսը նախանձախնդիր լինելով իր հեղինակության, իր պատվի հարցում այդպիսի քայլի գնա։ Ասի հավատավոր ժողովուրդ իմ ինձ մեղադրում են կուսակրոնության ուխտը խախտելու եւ դուստր ունենալու մեջ, եկեք գնանք եւ ես հանձնեմ ԴՆԹ անալիզ եւ ապացուցեմ, որ չունեմ դուստր։ Դե մենք բոլորը սպասում ենք մինչև ԴՆԹ-ն գուցե հենց կոնկրետ ժխտելուն, թող կանգնեն ժխտեն առանց դեռ հլը հասնելու, որևէ ժխտում եղել է։ Վերբալ առումով ոչ։ Վերջ։